Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Շիրինյան, մի քանի ամսից Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրություններ եւ արդեն ակնհայտ է, որքան մոտենում են ընտրությունները, այնքան կարծես թե կրքերը թեժանում են։ Չկա հավանականություն, որ կարող է կրկնվել Գյումրիի սցենարը։ Չէ։ Եթե մեր անվտանգության ուժերը աշխատեն պատշաճ եւ օրենքի շրջանակներում, այսինքն ինչ պետք է անեն։ Հստակ վերահսկեն օրենքի պահանջի համապատասխան, ժողովուրդը դա չի ողջունելու, ինչը չի ողջունելու, ընտրություն տարբերակով, Գյումրիի տարբերակով եւ ազգային ժողովի ընտրությունների մասին օրենսդրությունը նույն խարդախությունները մեջ չունի, կամ թերությունները խարդախություն չասեմ։ Նաև ժողովրդի մի բան ասեմ, իմ կարծիքն այդպեսին է, մենք 7 տարվա մեջ որպես ժողովուրդ այնպեսի գեհենով անցանք, որ կարծում եմ, որ շատերի աշխարհայացքի վրա դա ազդել է, հատկապես ռուսական գործոնի գերակնահատությունը եւ բարեկամականությունը։ Նկատի ունեք 44-օրյա պատերազմ, հա, հետո Ղարաբաղի քարորյան նաեւ էսկալացիա, նաեւ հետո դե մենք բոլորս միասին անցանք այդ բանը։ Հետևաբար դրանք արդյունք չեն կարող։ Այսինքն այդ առումով, ինչպես դուք եք ասում, ռուսական գործոնի նվազումը ինչպես է ազդելու ընտրությունների վրա։ Չեն կարող, ասենք, տեսեք հիմա ինչ են անում, օրը մեկ մի կետ թեժացնում են։ Եվ դա ակնհայտ է ռուսական է։ Եթե Ռուսաստանի ուժերը բավարար լինեին, ինքը ավանդույթով եւ իրենց քաղաքական մշակույթով գնար ինտերվենցիայի, ոչ թե ինչ-որ վարտանիկ խաղացներ կամ եկեղեցի եւ այլն, որոնք անկախություն բառը կիրառեին։ Վարտանիկը դուք շատ եղեք։ Բայց ամեն դեպքում ինքը թիմ ընտրություններում ճիշտ է ոչ այսպես ասած բարձր ցուցանիշով ձայների, բայց միևնույն ժամանակ ընտրվեց քաղաքապետ։ Բայց այնտեղ օրենքը թույլ էր տալիս տեղաշարժել, պայմանավորվածություններ եւ թիմ ընտրությունները մի քիչ ուրիշ են համապետականից։ Այ եթե մեծամասնականը թողած լինեին եւ որևէ ֆիգուրա իր շրջանում կամ որևէ տեղ ուրեմն կարողանար ազդեցություն ունենալ այդ օրենքի շրջանակներում վատ կներ, բայց հիմա դա չկա, ընտրությունները կուսակցական են, չեմ ասում չի լինելու ազդեցություն, բայց այդ ազդեցությունը զգալիորեն նվազած կներ։ Իսկ չկա հավանականություն, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո շատ ընդդիմադիր ուժեր կարող են միավորվել։ Ես ձեզ ասեցի, որ եթե օրենքի շրջանակներում թող միավորվեն, խնդիր չկա։ Անվտանգության ուժերը պետք է աշխատեն հստակ, օրենքի գերակայության սկզբունքով։ Ինչ պետք է անեն անվտանգության ուժերը, որ պետք է աշխատեն հստակ։ Կուտակումներ են լինում, փողի բաժանում է լինում, կաշառքներ եւ այլն, ինչ-որ ծեծկրտուկներ են լինում, այդ բոլորը պետք է հսկողության տակ լինեն, այս կան։ Եվ չի լինի։ Հետո մի բան ասեմ, էլի, մեր Հակոբ Պարոնյանից ես շատ եմ դա հիշում, առաջ կբոռանք, հետ կերտանք։ Պատմությունը հետընթաց չունի։ Մեր մոտ հետընթացը ունի մի պայման, եթե Ռուսաստանը ոտի կանգնի եւ ինտերվենցիա անի, ուղիղ իմաստով, ուրիշ տարբերակ չկա։ Հենց մեջ այնպես ինչպես 1968 թվականին Չեխոսլովակիան ներխուժեց տարբեր եղբայրական ժողովրդին կարգի բերել, Հունգարիա եւ այլ երկրներ, բայց ես ցես հիշեցնեմ մի բան, որ լեհական իրադարձություններից հետո 1981 թիվն է, երբ որ Սալիդարը Ռուսաստանը խուսափում է ուղիղ ինտերվենցիայից, թուլացել է, ՍՍՄ-ներ։ Հիմա երկրորդ մասը կա, բայց ես չեմ ուզում այս հարցը զուտ դիտվի ռուսական հարց, ուղղակի մեր վրա ազդեցության իմաստով։ Դուք գիտեք, որ 2-3 օր առաջ էր, որ Միացյալ Նահանգների նախագահը երկար ձգձգելով դուք նկատի ունեք պատժամիջոցները։ Ես այդ պատժամիջոցները չէ, ուզում եմ ասել էս կան, ուրեմն ամեն դեպքում տեսեք, Պուտին, Թրամփ հանդիպում տեղի ունեցավ անգամ նահանգներում, այդքան քննարկումներից հետո դրանից հետո եւ Եվրամիությունը նորից պատժամիջոցներ սահմանեց նոր փաթեթ Ռուսաստանի նկատմամբ, հետո արդեն երկար այդ խմորումներից, քննարկումներից հետո Միացյալ Նահանգները, բայց այդուամենայնիվ վերադառնանք մեր հարցին։
Պարոն Շիրինյան, ես այդ եմ ուզում հասկանալ, կա հավանականություն, որ տեսեք, ռուսական ուղիղ ներխուժում եք ասում, բայց կա հավանականություն, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ եթե օրինակ ընտրություններին մասնակցեն մեկ այլ ուժեր, չգիտեմ, մեր ձևով շարժումը, Լևոն Տեր-Պետրոսյանի շարժում, Հայ ազգային կոնգրեսը, ամբողջը վերջում կարող են միավորվել։ Գագիկ Ծառուկյանը թող միավորվեն, հաջողություն չեն ունենալու մեր աչքի առաջ։ Դրա համար ես արտաքին գործոնն ասեցի, ենթադրենք արտաքին գործոն չկա։ Իրենք են ազդեցություն ոչ ունեն, ոչ էլ հնարավոր է։ Մենք հիմա կանք մենք էլ մեր ձևով հեղափոխության ուժերը եւ աջակից ուժերը դուք ձեր ձևով որն է որպես քժգ, այո, եւ կբացատրենք, բացատրում ենք, կխոսենք ժողովրդի հետ եւ այդ ժողովրդի այն հատվածը, որ պետականակիր է, իսկ դա օրորի շատանում է մեր մեջ եւ իրենք էլ բարոյալակվում են օրորի։ Դուք ձեր ձևով ինչ պիտի անեք, պարոն Շիրինյան։ Իսկական պարլամենտական պայքարի ճանապարհ ենք անցնում ենք։ Երկխոսություն ժողովրդի հետ, դրանից դիսկուրսը, դրանից արդյունավետ ձև չկա։ Ինչի է այսպես կոչված արևմտամետ ուժերը չեն համախմբվում։ Վերջերս մի քաղաքագետ այդպիսի մի միտք ասաց, որ արևմտամետ ուժերի մոտ կարծես թե այդ բանը չկա, որ ընդհանուր հայտարարի կան եւ համախմբվեն, ես ասեմ, ես այդ տերմինը չեմ ընդունում, արևմտամետ, այո, իհարկե, որովհետեւ մենք պետք է հայամետ եւ Հայաստանակենտրոն լինենք։ Այդ միանշանակ է, բայց եկեք անկեղծենք, որ այսօր մենք ունենք, չգիտեմ, ռուսամետ ուժեր, արևմտամետ ուժեր, մենք Հայաստանակենտրոն շատ հաճախ տեսնում ես, որ այլ երկրների շահերով ավելի շատ են մտահոգված այդ ուժերը, քան հենց Հայաստանի Քրիստոնյա ժողովրդավարական գուսակցություն նոր խոսք է ասում այստեղ, ընդ որում կրկնում է հին մեր պատմությունը։ Այդ դեպքում ինչի այդ ուժերը չեն համախմբվում։ Մենք նախ ժամանակ ասեմ դա այդ համախմբումը ինչ որ համախմբում է կարող է լինել մայիսին, որևէ խնդիր չկա։ Ես այդ հարցում որևէ բան չունեմ, կնստենք, կտեսնենք իրավիճակ, որոշում կայացնենք, բայց առայժմ ճիշտ է, որ ժողովրդին ներկայանա լայն սպեկտրով աշխատել եւ այլն, այդտեղ որևէ խնդիր չկա։ Այդով ասես, որ եթե այսօր չկա, չի լինելու։ Ես այդ եմ ուզում ասել, եւ տարածայնություններ, տեսակետներ կարող են անընդհատ աշխատանքի մեջ բան լինել։ Դա չեմ բացառում, էլի։ Ամեն դեպքում, եթե հավանական համարում ենք, որ ընդդիմադիր այդ ուժերը կարող են միավորվել ընտրություններից հետո, արդյոք այդ этаպում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան լարվածությունը կդրվի մի կողմ եւ կփորձեն միավորվել։ Ուրեմն, այստեղ կա պոստուլատ եւ իմ համար դա անքննել է։ Իրենք ոչ կմիավորվեն, ոչ էլ կհեռանան։ Դա կոպիրկինը կուզի կմիավորի, կհեռացնի, այս հարցի լուծումն էստեղ է։ Այնտեղ որ տարածում է անձը սրա հետ ունի ու տարածանությունները մեծ են եւ դա ոչ նշանակություն չունի։ Մոսկվան կարգավորելու է ում որտեղ ուզելու այնտեղ էլ ուղարկելու է։ Հիմա կմիավորի թե չէ, ասեմ ինչու։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի թուլացման զուգընթաց Կրեմլում Հայաստանի հանդեպ կունենան պետական մոտեցում, ոչ թե ժողովրդական, հին բարեկամական, գուցեև են, որ մայիսին մոտավորապես կան այն եզրակացության, որ ժողովրդավարական Հայաստանը, անկախ Հայաստան, իսկական Հայաստանակենտրոն Հայաստանը այլևս ավելի ձեռնդու է, քան Խամաճիկ Հայաստանը։ Ապրենք տեսնենք, բայց էքսպերտային, այսպես ասած, հետևություններ անենք։ Այնպես որ իրենք ոչ միավորվող են, ես օլիգարխների բարական է։ Հո այդ օլիգարխները Մոսկվայից իրենք չեն գալիս, ում ուզում են ուղարկում են, ինչպես ուզում են, այնպես են ուղարկում։ Նկատում Սամվել Կարապետյան։ Իհարկե, բայց այստեղ մի ուրիշ բան, տեսեք, Մոսկվան մեր հարցով սխալվում է։ Պատերազմից հետո սխալվում է նախ անկախության, իշխանության մեր որակի, նաև լրատվության այն հատվածի, որը այդուհանդերձ մնում է պետականակիր եւ անկախ, դա չի նշանակում Ռուսաստանի թշնամի եւ այս հարցը ծեւ դնենք կողքի։ Այս հարցում սխալվում է։ Եթե իրենք չսխալվեին, այսօր Ուկրաինայում աղետալի պարտություններ չէին գրի։ Դրա համար ուզում եմ ասել, այս հարցերը մենք պիտի թողենք էքսպերտային մակարդակով հետևելուն, տեսնելուն եւ նաեւ իրենց ասելու, որ ձեռները թերու Հայաստանից։ Տեսեք ինչ ստացվեց։ Երկու փաստ եմ ասելու ուղղակի դիսկուրսի մեջ արտահայտված բառերով։ Վարդանիկը խոսում է Լեննագանի կամ Գյումրի անկախությունից, բառը հիշեք, անկախ պատկեր եւ եկեղեցի խոսում անկախությունից։ Սա շատ վտանգավոր միտում է։ Սա կարծում եմ, որ իրենց խելքի բանը չի, Ռուսաստանից տրված Հայաստանի տրոհման սեգմենտային։ Գյումրի անկախությունը ո՞րն է, պարոն Շիրինյան։ Ես Վարդանիկի մտի ասել,
իրենք այդպես են խոսում, ինքը իրար նայեցեք խոսակցության մեջ է, դա ուրիշ բան է, որ մեզ իրաբերանով դες Զախարովայի հայտարարությունն նաև դրա հետ կապեք, ուրեմն ընդելացնում են անկախ, այսինքն մի ժամանակ էլ ընդելացրին Արցախը անկախ, այս դիսկուրսին, բայց սա իբարք չասեմ, մեր անվտանգության ուժերը չեզոքացրին։ Պարոն Շիրինյան, դուք խոսեցիք Սամվել Կարապետյանից, բայց ընդդիմությունը հայտարարում է, որ հիմա օրինակ Սամվել Կարապետյանը եւ նրանք, ովքեր ընդդիմադիրներ են, կալանավորվում են կամ անազատության մեջ են, որովհետեւ այդպես ասած իշխանությունը նրանց նկատմամբ հաշվեհարդար է։ Իշխանությունը հաշվեհարդար չի տեսնում, իրենք եթե շնորհքան Ես իրենք շնորհքին չեմ հավատում, բայց ենթադրենք ունեն։ Իրենք չպիտի գան բանից մետրոպոլիայից այստեղ հարց կարգավորելու։ Այսինքն ռուսները մարդ են ուղարկում մեր վրա։ Իրենց համարում են քաղբանտարկյալներ, իրենք ոչ մի քաղաք բոլորի վրա քրեական հոդվածներ կա, էքսպերտային բանով նայեք, որը բան չկա։ Ինչ, բայց այստեղ մի բան կա։ Դուք տեսեք Հայաստանում մի ժամանակ ինչի հերթեր, սովետական տարիների թթվասերի հերթեր։ Հիմա էլ քաղբանտարկյալ դառնալու ռևանշիստների ցուցակ կա, ում կպնում են քաղբանտարկյալ, ոնց որ ուզում են անպայման քաղբանտարկյալ լինեն, բայց այստեղ եզրակացնող մի բան ասեմ, իմ գնահատականով Հայաստանը այլևս հիմա ռուսական ազդեցության գոտուց դուրս է եկել, այն ազդեցություն այլևս չկա, եւ Ռուսաստանը մի օր Հայաստանի հետ պիտի միջպետական հարաբերություններ որոնի, որտեղ ընդմիշտ է թռնելու բանը ադրբեջանական գործոնը նկատի ունեցեք։ Դուք ասում եք ում կպտում են, ասում են քաղբանտարկյալ։ Հերթ են գանգնեն։ Բայց դրանցից որևէ մեկ անձնական հարստություն չի կուտակել, այդ բոլորը գանձագողության հետ առնչված մարդիկ են եւ ինչը հանրային գերակաշահով արստացած են։ Ուրիշ մարդ չկա, ասեք, ով է քաղբանտարկյալ այդ իմաստով։ Դրա համար ես մի խորհուրդ եմ տվել, ասեմ, հանրության էլ ովքեր որ ուզում են Օքսֆորդի քաղաքագիտական բառարան կա թարգմանած է, թող մի հատ տեսնեն քաղբանտարկյալն ով է ինչ։ Սրանք ռուսական սեգմենտից են եկել։ Պարոն Շիրինյան, Վաշինգտոնյան փաստաթղթին անդրադառնանք, այդուամենայնիվ, տեսեք, Միացյալ Նահանգները հետաքրքրված է Հայաստանով, մեր տարածաշրջանով, դա շատերի մոտ այսպես ասած զարմանալի է, որ ինչու է Միացյալ Նահանգները եւ անձամբ նախագահ Թրամփը այդքան հետաքրքրված Հայաստանի Հանրապետությամբ։ Ինչու է նախ այդ հետաքրքրությունը, որովհետև Թրամփը իր տարբեր ելույթներում ուղերձներում չէ պարբերաբար անդրադառնում է Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը, TRIP-ին, ինչով է այդ հետաքրքրությունը պայմանավորված եւ ինչ կտա առհասարակ մենք որ փուլում ենք այս առումով։ Նայեցեք, երբ որ ասում է բոլորը, ես բոլորը քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը հանում եմ այդ բոլորից, ինչու։ 23 թվականի ապրիլի 25-ին կամ 27-ին ես եղել եմ Վաշինգտոնում եւ հանրապետական կուսակցության սենատորների հետ եմ հանդիպել, մեկի հետ եմ հանդիպել, երկար եւ նաեւ գաղտնիչ եղել։ Ուզում եմ ասել, երբ որ դեմոկրատներն էին, ուրեմն բարձես ինչ ասում։ Հիմա երկրորդը, ուրեմն, այսինքն բոլորը չէ որ։ Երկրորդը մենք ունեցանք Վաշինգտոնում երկար տատանումների հեղափոխությունից հետո լավագույն դիվանագիտական ներկայացում, որ կարողացավ լավ աշխատել։ Հիմա երրորդը կա, որ Միացյալ Նահանգները տեղաշարժը ազգային շահերի իրենց անվտանգության առումով ընդլայնեցին եւ այսօր Կովկասը ներառեցին, որի հետ Պուտինը ոնց որ թե համաձայն է, արտաքնաբես չի վիճում, բայց ներքին իմաստով Զախարովային աշխատեցնում են։ Բայց սրա մեջ նայեցեք, ուրեմն այդ տեղաշարժը կա եւ ակնհայտ է, որովհետև նաև մենք ենք ուզում, այդ չի որ մենք խամաճիկ ենք եւ այլն։ Հիշեցնեմ Նենսի Փելոսիի հայտարարությունը, որ դեմոկրատները ժամանակել եւ չփոխվեց հանրապետը, ինչ ասեց, ասեց ժողովրդավարությունը Վաշինգտոնից շարժում է Ուկրաինա, Ուկրաինայից Թայվան, Թայվանից Հայաստան։ Ես այստեղ ձեզ հետ հարցազրույցի մի անգամ ասել եմ, որ այդ նշանակում է Բարենցի ծովից մինչև Արաքսի հովիտներ, ուրեմն առաջանում է ժողովրդավարության պատնեշը եւ առաջանում է։ Մենք էլ այս կողմն ենք, Ալիևը այն կողմն է։ Հիմա ուզում եմ ասել, որ գործընթացները գնում են, լավ է այն է, որ էվոլյուցիոն զարգացում է եւ այն աղմուկը, որ այսպես կոչվածա Զանգեզուրի միջան Զալատարան, Մեղրի եւ այլն դուք բայց մենք տեսնում ենք որ Բաքվից այդ տիպի հայտարարություններ հնչում են հիմա ասեմ հիմա բայց մենք դրա փոխարեն ստացանք Թրամփի
մայրուղի եւ ուղի, չէ, եւ այդ Թրամփի մայրուղով Հայաստանի Հանրապետության վարչապետը ուղի գնաց Շարմ Շեյխ, որից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ գնացքը հացով շարժվում է դեպի ուրեմն Հայաստան։ Ուրեմն, այս ինչ է նշանակում, այս նշանակում իմ ասածը ռուսական ազդեցության գոտից դուրս ենք եկել եւ մենք իսկ արևմուտքը Միացյալ Նահանգները Հայաստանին հաստապես իմ կարծիքով կարող եմ բնդել, բայց 90% ասեմ։ Ես գիտեմ, որ որպես էքսպերտ այն բան եմ ասում, Հայաստանը դիտվում է այս Կովկասի բանալի պետություն։ Այնպիսի մի պետություն մոդելային իմաստով, ինչպիսին Լեհաստանն է Արևելյան Եվրոպայում, այդպիսի պետություն է դիտում եւ դրա համար օժանդակում։ Դուք ասում եք, բայց միևնույն ժամանակ Բաքվից լինում են պաշտոնյաները, որ էլի օգտագործում են Զանգեզուրի միջանցքոսույթը։ Այնտեղ տեսեք ինչ կա, դեմքը փրկելու խնդիր կա Ադրբեջանի համար, նաեւ եթե ստացվի դրժելու, նորից փոկելու եւ այլն, բայց այս վիճակում հնարավոր չի։ Ինչ է լինելու, հիշեք Ալիևի ձեռքը, չէ, որ այս Հայաստանին չենք թողելու, այս ամեն ինչ եւ կա այսպիսի մի բան, կա իրական քաղաքական գործընթաց, որը գնում այնպես, ինչպես հայկական խաչմերուկի տրամաբանությունն է, մի թեթև տատանումներով, բառացիորեն, կա նաեւ արտաքին սպառում, որ Ալիևը պիտի իր նահանջները բացատրի, թե այդ ոնց է։ Ներքին լսարանի։ Իհարկե, ներքին նաեւ Ռուսաստանին, նաեւ թուրքական աշխարհ կոչվածին եւ այլն։ Ինքը նահանջում է։ Ես հիշեցնեմ ձեզ մի բան։ Ես մի տարի առաջ ասեցի, որ այդ էթնիկ զտումից եւ այլնից հետո ինչ որ արեց ռուսների օգնությամբ եւ նրանց օժանդակությամբ, ուրեմն դրանից հետո Ալիև շատ արագ վերածվեց Իզգոյի։ Հիշեցնեմ մի խոսք Թրամփի հանդիպումից վարչապետի եւ Ալիևի հետ, ինչ ասեց։ Չասեց, որ այդտեղ քանի տարի է կառավարում ես։ Հիշում եք, ու այդպես չասեց, բայց այդ էր նշանակում։ Դուք ավելի այսպես ասած հայավարի մեկնաբանեցիք։ Հայավարի չէ, քաղաքագիտորեն։ Ժողովրդավարության դիսկուրսի շրջանակներում, իսկ նրանք, ովքեր որ դիկտատուրա են սիրում Ալիևի այստեղ դաշնակիցներ են, ասում են նա ջերմորեն, դա ամերիկան չուտվող բան է։ Այդքան տարի ղեկավարել Ամերիկայում, ինչպես դուք եք ասում, չուտվող բան է։ Ընտրություններ կեղծ, չէ, Մերկելն էլ է կառավարել երկար ժամանակ, բայց ընտրություններ չի կեղծել։ Ընտրություններ կեղծել եւ այլն։ Եվ պետք չի Թրամփին ներկայացնել ամերիկյան իրականությունից բացարձակ կտրված մի մաս։ Վերադառնանք նաեւ կոնկրետ իրականություն։ Արտաքին քաղաքականություն Միացյալ Նահանգների վարում է Մայքլ Ռուբիոն, արտգործնախարարությունը կամ պետքարտուղարությունը, բայց նա չի կարծում եմ որևէ բան տվել։ Այնպես որ ես Թրամփը ես ասել եմ ինչ որ անում է։ Ինչ է նշանակում պատժամիջոցը։ Պատժամիջոցը կառավարել է նշանակում, կարգավորել հարաբերությունները։ Աստիճանաբար Ռուսաստանը բերեցին այնտեղ, որ կանգնեց այս խնդիրների առաջ, Եվրոպան էլ ծանրության մի մաս իր վրա վերցրեց, որ չէր ուզում զինվել, խնդրեմ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։